Պողոս առաքյալի առաջին թուղթը Կորինթացիներին գլուխ 12 և 13։ Եվ եթե մի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, և եթե մի անդամը փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։ Արդ դուք մարմինն եք Քրիստոսի և անդամներ նրա անդամներից, և ում որ Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախառաքյալներ, երկրորդ մարգարեներ, երրորդ ուսուցանողներ, ապա զորավոր գործեր կատարելու շնորհներ, ապա բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ լեզուներ խոսելու շնորհներ, լեզուների թարգմանության շնորհներ։ Միթե բոլորն էլ առաքյալներ են, միթե բոլորն էլ մարգարեներ են, միթե բոլորն էլ ուսուցանողներ են, միթե բոլորն էլ զորություններ գործողներ են, միթե բոլորն էլ բժշկելու շնորհ ունեն, միթե բոլորն էլ լեզուներ են խոսում, միթե բոլորն էլ թարգմանում են, բայց դուք նախանձախնդիր եղեք լավագույն շնորհներին, և ես առավել լավ ճանապարհ ցույց կտամ ձեզ։ Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ ծնծղաների, որ ղողանջում են։ Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա։ Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի անհետանում։ Թե մարգարեություններ են, պիտի չքանան, թե լեզուներ պիտի լռեն, թե գիտություն պիտի անցնի, քանզի շատից քիչը գիտենք և շատից քիչն ենք մարգարեանում, իսկ երբ գա կատարյալը, շատից քիչը կանհետանա։